Как вы считаете, человек это душа или мозг? Конечно же, мозг. Уберите мозг, и не станет человека. Именно мозг отвечает за все наши идеи. Без мозга тело человека — это всего лишь биологическая масса. Этот уникальный орган, состоящий из нейронных сетей, он создает абсолютно все, что нас окружает. Все, кроме природы, конечно же. Из внешнего мира в мозг импульсы поступают благодаря нервной системе. И хочу заметить, что амигдала, она отвечает за наши эмоции, чувства. И есть совершенно незначительная разница в интеллектуальном потенциале у нас и у шимпанзе. И теперь представьте, что могло бы произойти, если бы мы могли увеличить работу мозга всего лишь несколько раз. Գործարար բարերար Ռուստեմ Պողոսյանի ջանքերով վերականգնված դպրոցն արդեն ընդունել է իր առաջին աշակերտներին։ Երեխաները ոգեշնչված են, ծնողները երջանիկ։ Ура! Поздравляем! Спасибо большое, очень приятно. Идем. Кстати, Настя, что мы празднуем? Ты что, она же получила Нобелевскую премию. Ладно, хватит, не позорьте меня, пожалуйста. Ладно, научная награда. Ну ладно, выпьем за то, чтобы следующая была Нобелевской. Սևան իշխան։ Իշխանը թարմա։ Ինչ իշխան։ Իշխան չկա։ Իշխանա մնացես խեղճ ու կրակ երկրում։ Արա վալոձա երիքա բողոքես էլի։ Քո նմանների պատճառով ա որ ես երկիր ես միջակում։ Բավո աղբորպես կթողես քնենք։ Լսի, իշխան չկա, բա ինչ կա։ Այստեղ մեռա գորալով։ Կիպիցիլնիկ, աղի ձողիկներ։ 7 Ֆաուստը 165 դրամ։ Արա ես ինչ ես խոսում մայլիս մեջ, արա, թող գնաս տեղի։ Կարդացել ես։ Արա ինչն եմ կարդացել, ես մեմ թող գնաս տեղից, արա։ Արա ես ինչ անգրակ է թաղատ, Արա ես հասել եմ այդտեղ կասեմ ինչ թաղավ։ Դավոջան, շատ տեղ մի դիրը դեբիլինով չի ճանաչում։ Բարև ամդոջան։ Հերը դուրակ մի դուրակ էլիք նայել։ Ախմեր քեզ խաղակ է։ Ինչ է այ ջահել։ Արա վալոձա, քեզ ասի գնաս մայլիս։ Կիպիցիլնիկ, աղի ձողիկներ խարեկանաչի, հոնի մուրաբա։ Մարդիկ քնած են։ Նորա, ոնց ես։ Գնա, թաղեմ քեզ։ Ասում ես ինչ ա եղել է Արմենձա։ Ես շատ գիտեմ։ Հերս ասում էր էլի, ես անտրի ռադարա մի հատ կարգին ավտով եկավ։ Մի հատ կլուչ դուր։ Ֆիգուրնի թետափակ։ Կլոր, Արմենձա, կլոր։ Արմենձա ացվորկա չէ կլուչ։ Լիվատ խոտ դուր։ Կլեմեն էր թուլացել, Արմենձա։ Դե հերս ասում էր էլի։ Դե գնա խանութի դեմը փակում ես։ Սրա հորը հիշում ես։ Մլիցա չէր սրա։ Լավ, ես գնում եմ Ամոձայից։ Մանկական ընկերոջը դու։ Բարև Ամոձա։ Համոջա, բարև, ապրես հացն ու ապսեները վերցուր անցին ես։ Այդ ինչով ես սարքել որ։ Ձևով։ Այդքանը հասկացա, մեջ ուրիշ բան չկա։ Ախ, կարակ։ Դզեց։ Դուրդ եկավ։ Չեմ կերել, հեսա ուտեմ իմանամ։ Գիրքը։ Դուրդ եկավ։ Հա, գիրքը։ Նորմալ։ Այսինքն դուրդ չի եկե։ Ծանր գնաց մի ձևի, ջաջամո։
Գոնե մի երկու բան հասկացար։ Գիտես ինչ եմ հասկացել։ Եթե դու չլինեիր, ինձ կյանքում հասնվող չէր լինի։ Այդպես է միայնակ ապրող տղամարդու կյանք։ Ալարում ես քեզ համար ինչ որ բան սարքես։ Անին Մոսկվայում, ձայթյամը։ Վերջին անգամ հետը խոսել եմ ինսուլտից հետո։ Դրանից հետո չի զանգել։ Գնում են Ռուսաստան, ռուսանում են ու կապը կորում է։ Իմացել ես ինչ որ մրցանակ ա ստացել։ Աչքս լույս։ Այս ամբողջ պատերին մրցանակներ են։ Հետո ինչ։ Քո համար քո մրցանակները կարևոր չեն բաստորեն։ Անդո մարդու համար գիտես ինչն է կարևոր։ Չափը։ Չափը։ Հա, չափը, չափի զգացողությունը։ Ամեն ինչի մեջ չափ է պետք։ Օրինակ հասարակ ձվածը դիմանաս ինչքան աղ գցես, ինչքան կարակ, ինչքան պայես կրակի վրա։ Եվ ամենակարևորը, երբ վերցնես կրակից։ Դու հիմա քիմիկոս ես, թե ձեպաձեղիկոս ձայթյամը։ Տապակը։ Գիտես, որ ձեր սերունդը սկի հումոր էլ չունի։ Հա, ինչ եղավ գործել։ Բզբզում եմ էլի։ Ինչն ես բզբզում։ Ավտոներով բան ասել էի։ Ահա։ Իսկ ոչ մի տեղ չդիմեցիր։ Չէ։ Բայց ինչի։ Ես իմ։ Անդո։ Եկամար դարար, բայց էլ երեխա մնացիր։ Դու շախմատի մեջ շատ մեծ առաջ խաղացում ունեիր։ Հա, ինչ եղավ այդ վերջին խաղը, հաղթեցիր։ Որը։ Դեն բանի, անուն ինչ էր։ Բանգլադեշ Սիվիգելը։ Հա։ Պարտվել եմ։ Չես պարտվել։ Չհասկացա ինչ արես, ոնց արես թագուս կերավ, այդպես պարտվեցի։ Բայց այսօրվա խաղը պիտի անպայման հաղթեմ։ Փողդ բրծել է։ Պիտի հաղթեմ, որ կոմունալներս մուծեն պարտքերս տամ։ Իզնից բացի ուրիշին էլ ես պարտք։ Չէ, ինչ պարտք։ Անդո։ Հա, պարտք եմ։ Ում։ Ում ասես։ Բայց կլինի հաց ուտենք հետո խաղանք։ Հիշում ես, որ ասում էի նոր նյութի վրա եմ աշխատում։ Հա։ Էս է դա։ Ես ինչա դեղ։ Ինչ դեղ։ Դեղ։ Չայց համու, այսքան ժամանակ ես է սարքել։ Սա ուղեղի ստիմուլյատոր է, այսինքն խթանիչ։ Շնորհակալ եմ, ձյաձ համո, ես խերվել եմ այդպես բաներից։ Մեր տղեկից մեկին կոլիկին հազիվ ենք հետ բերել։ Անդո, ես քեզ ասում եմ, սա նյութ է, որը օգնում է մարդուն կենտրոնանալ, նորից նույնը կրկնում ես։ Սա օգնում է մարդուն կենտրոնանալու։ Այդ նյութի էֆեկտը ընդամենը 3 ժամ է։ Անդո, դու այդ պետք է օգտագործես խաղից առաջ, հասկանում ես։
Ես ինչ եք անում, որ Ինչ եք անում, որ չեմպիոնի եք բերել։ չես ուզում մի խաղա, այդ քեզ բան, սենց տնենց կարելու է։ Պարտվեց։ Շախ։ Շախ։ Պարտվեց տղես։ Տղես պարտվեց։ Մի շեղվի այս վիճակից մի տարբերակ կա դուրս գալու։ Կասես Կրամնիկը ոնց հաջողացրեց։ Անդուջան, մերորն եմ սրտի թելեսի դեկալ, ծաղը բանը, եթե ծաղար չէ։ Խաղեր շատ եմ սիրում, բայց այդ դաղալությունը երբեք չեմ ներում։ Դուք երկու վունդերքինդներովդ որոշել եք, որ այստեղ ամենախորամանքն եք, հա? Ընդհանրապես։ Ինձ հիասթափեցրիր, Մեհեր։ Պարոն Պողոսյան։ Լռիր։ Արդարանալու ժամանակն անցավ։ Հիմա խաղ խաղալունն է։ Մի փամփուշտ է։ Ուշ, առաջինը խփում ես դու։ Գիր դու։ Դաժան էր։ Ասում ես ընկերդ էր։
Ես ընկերոջը չէ թոքի հանգստի համար։ Ինչու՞ չէ նաև քո։ Հոգնել եմ ես ամեն ինչից։ Ու դու հիմա ասելու ես, որ ուրիշ մի բան էլ է եղել։ Երբ է եղել։ Շուտվա խաղացող էր, ոչ ադեկվատ, բայց ստաբիլ։ Ամեն օր փաթոր ստեղ էր։ Մեքենան տունը ամեն ինչ կրվել էր։ Դու իմ հարցը լսեցիր։ Գիշերը։ Ոնց եք թույլ տվել։ Մենք չհասկացանք։ Սովորականի պես կրվեց, դուրս եկավ ու խփեց իրեն։ Սրա մասին ոչ ոք չպիտի իմանա, ոչ ոք։ Բայց ինչի։ Երբես շատ երկար էի աշխատում այս նախագծի վրա։ Դու չես պատկերացնում, հասկանում ես, թե սա ինչքան վտանգավոր է։ Ու ինչ կարա լինի։ Երբ նախագծի վրա աշխատում էի, չէի պատկերացնում, որ կարող է այսպիսի արդյունք ստանամ։ Մարդ ուղեղը դարձնում է կատարյալ, հասկանում ես։ Ինձանից առաջ դու ես ինչ-որ մեկին տվել էիր։ Ոչ։ Բայց չէի պատկերացնում, որ այդպես մի բան կարա լինի։ Անդրանիկ, եթե ես իմանայի, որ քեզ հետ որևէ բան կլինի, կտայի քեզ։ Դու ինչ չես վստահում։ Վստահում եմ։ Ուղեղը դարձնում է կատարյալ, հիշողությունը գերազանց, եւ ուղեղն այնքան է զարգանում, որ կարող է խնդիրներ լուծի, որոնց մասին դու նախորոք ընդհանրապես տեղյակ չէի։ Դրա համար էլ որոշեցի, որ ես քեզ տամ։ Վերցնու։ Բայ, որովհետև սրա հետևից գալու են։ Ո՞վ։ Մարդիկ, որոնք գիտեն սրա մասին, իսկ նրանց տալը շատ վտանգավոր է։ Չես կարա դու ասես ուղղակի չի ստացվել քո մոտ այդքան բան։ Չեմ կարող արդեն ինչ որ է գալու են։ Վերցրու։ Քեզանից բացի ուրիշ ոչ մեկին չունեմ։ Ինձ նոր կինոներ պետք չեն, ես գնացի հաջողություն։ Սպասի։ Սեղ եմ դնում։ Սպասի։ Վերցրու։ Անդրանիկ։ Ասում ես խիա սենց էժան։ Ապա առանց ակցիզը։ Ոնց ախպեր, բա արկային է։ Ապա առանց չեք աշխատի դու էլ։ Դες չի լինի այդ ցավը տանեմ։ Ախպեր ուզում ես ուզի չէ վալոդը նախ դոզող է։ Երկու փոցենքում էլ թազա խանութ է բացվել։ Կարող ենք սկսել։ Մի շտապեք։ Ես ձեր բոլոր հարցազրույցները դիտել եմ։ Այսինքն ստացվում է դուք իմ մասին Գիտեմ։ Ամեն ինչ։ կամ այն, ինչ ասել եմ ես։ Բայց եթե այդպես է, էլ ինչ նոր բան կարող ենք խոսել։ Վստահ եմ դեռ շատ բան կարող եք պատմել հանրությանը։ Ձեր կարծիքով ես ինչ-որ բան եմ թաքցնում։ Դուք եք ասում։ Ձեր անունը Սոնա։
Սոնա։ Սոնա նշանակում է բարձրահասակ։ Սոնա։ Ես գիշատիչ չեմ ու չեմ հոշոտում մարդկանց։ Ու ոչ էլ հափշտակում պետական ունեցվածքը։ Վերջինի մեջ ձեզ ոչ ոք չի մեղադրել։ Դուք, եթե չեմ սխալվում, դեռ պաշտոնյա չեք։ Դեռ։ Մնացած մեղադրանքները գուցե իրական են։ Փաստեր։ Դե, մինչ օրս կային շատ բողոքներ ձեր խաղային բիզնեսի բացասական կողմերից։ Իսկ այսօր իմացա ձեր խաղատանը տեղի ունեցած ինքնասպանության դեպքի մասին։ Խաղատանը։ Նկատի ունեմ խաղատան դիմաց։ Շատեր իրենց տանն են ինքնասպան լինում։ Եվ Դրանով իմ կոլեգաներն են զբաղվում։ Ինձ ուրիշ հարցեր են հուզում։ Օրինակ, ինչու են անհետանում մարդիկ, ովքեր ձեզ մոտ մեծ գումարներ են շահում։ Կամ ինչու եք թաքցնում ձեր եկամուտները, հարկեր չեք վճարում ու ապօրինի գումարներ թաքցնում արտերկրում։ Ձեզ հետ հետաքրքիր չի։ Միջազգային փաստաթղթերը վկայում են։ Արտահոսված փաստաթղթերը։ Այո։ Դրանք պարունակում են իմ անձնական տվյալները ու վստահ եմ գիտեք, որ օգտագործման ենթակա չեն։ Շատ լավ։ Իսկ Արամը ձեզ կուղեկցի։ Բարև քեր։ Հերո։ Ես ինչ ես են շուտ զարթնել։ Հնայել հանգստանայր էլի ապեր։ Ես ինչ կոնֆետներ են։ Գնաս հասկուտես նոր կոնֆետ կուզես։ Բայց ես արդեն կերել եմ։ Արե թեքիաթները կգնաս դուրակ հորդ կպատնես, եղավ։ Ես աշկդ ինչ է եղել։ Հա, հեչ։ Կարամ մի հատ վերցնեմ։ Վերցրու։ Չէ, սպասի։ Մերսի։ Դավ։ Իրա, անդո ապեր։ Ես ինչ ես մի թավոր։ Չէ, նորմալ է։ Երեք որ դու էլար ես է երկար չեղար վագի դես չէ։ Ապա տարօրինակ բան ա եղել հետս։ Չեն խմել դրանից է։ Չէ, խաղից առաջ որ շախմատ ենք խաղում, այդ ընթացքում։ Էլե մի դոք։ Հլե տախտոյից էի կողմ գնացեք։ Ապե։ Այսօր չեմպիոնի եմ հաղթել։ Արոնյանին։ Ինչ Արոնյանը։ Տիգրան։ Ինչ Տիգրան, Դավո։ Պետրոսյանին։ Հա, համարյա։ Նշում ենք։ Ուսանողների տարվա վարձը երբ ենք պարգևատրելու։ Հաջորդ շաբաթ։ Թող այս շաբաթ լինի։ Լրատվականներով լավ տարածեք։ Սրանից լավ հոտ չի գալիս։ Հասկացա։ Ինչ-որ բան անել պետք է։ Թող քիչ լեզվին տա։ Արա ես էլ ձեռնակարա։
Ապա դու գոնե ռակի գները տեսել ես։ Ապա դուր չի գալի մի կեր, կարևորը նորմալ բաժնի։ Արդու խառնի։ Գերոչս։ Ախարա կոլիկ։ Դու լրիվ գասաբ ես ապա։ Կոլիկ ես ինչ ես արել ստեղում։ Ախր ձեռս կտրեմ էլ կյանքում սրան չեմ օգնելու։ Երեք եկավ ասում թե բակարաս մեջքս ճտացրա։ Որտեվ հարցրեցի հաստատ գիտես ձև, ասիր հա։ Ում արել եմ, սաղին դզելա, բայց դա իհարկե ծոմի հետ մի բան էմտի չետար։ Ապել մի րոպե ինչ եք խոսում, ինչ ա եղել։ Լսի ախպերս, լսի։ Դո ես պատմեմ։ Ախպեր, ես կպատմեմ, դու պատմել չգիտես։ Պատմել չգիտես դու։ Ռոմիկ։ Պատմի կոլիկ։ Կարոջի, եկավ ասում ախպեր մի բան արա մեջքս բացվի։ Հետո Դե ախպեր մեջք բացելու ընդամենը մի ձև կա։ չկա այտենց բան դավուն, հենց հիմա 10 ձև կարա ցույց տա։ 100%։ Ախպեր ճիշտը մի հատ է։ Բռնում ես թևերից, ռյուկզակ ես սարքում, այսպես մեջքանց, այսպես կռանում ես ու սաղ դզվում է։ Դրա համար էլ հիմա սաղ դզվել է, չէ՞։ Կոլիկ ինչ ես տենց։ Երևի էլի մի բանի տակ էր, հա։ Կարողա։ Կոլո։ Արա կոլո։ Սա գիտեմ որ ուռում ես, կոլո։ Հանգստացե կարա։ Կոլիկ։ Էլի գնում ես աերոբիկայի։ Ախպոր պես ինչի արա։ Աերոբիկա։ Մի արեք, արա։ Արա դու երևի այդ զալի միակ ուռող պարապողն ես, չէ՞։ Ախպեր դե գնում եմ զալ որ չջոգեն էլի որ ուռում եմ։ Ապեր դե մաման չի թող։ Այսօր բաչի իմացաք ինչ եղավ։ Ինչ ա եղել։ Ինչ։ Մեզ փուրկայի պասաժիրա նստում ավտոս։ Բոյը իդը։ Քյապ 10։ Բոյ 11։ Կարոջի սկսում է հարցը փորձ անել, yani ով եմ, ինչ է։ Բա ասեիր որ թոշակառու ես։ Դեսի բլոկի վաղ վերջնի թոշակա, չէ՞ որ։ Դու խոսալու բանն ես։ Չէ, անցանք, լավ։ Բոյը 12։ Ես լավ եմ։ Ես էլ եմ լավ։ Ախպեր մի խոսքով սկսում եմ ես էլ սրան հարցը փորձ անել, yani ով ես, ինչ ես։ Բարձվում է այսյան տրաքերի լոգիստիկա, ինչ ան դու գիտես էլի, այն քցոցիները ոբշ։ Հա։ Դուսագարի սրանել են գցել, եկել էր Հայաստան փողերը վեկալ էր, հետ դռներ Ամերիկա։ Հա հիմա այդ պատմում ես որ ինչ անենք։ Yani ինչ ասի։ Ախպեր պատմա որ իմանա որ սա քաղաքը գցոցի է, որ իմանա կլադը իշքան է շպրտում, սաղորը դրա մեջ։ Չէ, ախպեր պատմում եմ որ իմանաք որ այսօր մի հատ հեռախոս է կպել։ Այդ հարիֆը հեռախոսը թողեց մաշնից մեջ ու թռավ Ամերիկա։ Ապա լավ դու էլ իրանից գցել գրի խանք, սաղս լավ ենք, չէ։ Բոյը կապուտ։ Ինչ։ Կապուտ գրի բոյը կապուտ։ Կապուտ։ Արա լավ էլ, արա ծոմիկ, այս պատմությունները պատմում ես, որ մեզ կապուտ անենք, արա։ Ծուծիլ կա, ծուծիլ կու։ Աղա չգիտեք մի խացեք, Տուզը ցույց տու։ Անդո արի։ Всё։ Չէ, արի մոտ։ Խոսար։ Արա լավ կրվել չգիտեք մի խաղացեք այա։ Այս կրվակ թռակարա։ Մոտը տեր խաչի ծածապը։ Լավ արի, չէ։ Արա ախպեր, սիրուն շեն անում գալու։ Ցի գարաժների հետևը փորփրը ես իմ ինչ արել։ Կլատ չի կելի։ Բա ինչ են արել։ Երեխեքը ուйբու են դրել, համբալը թռել է։ Տղերք այդ ինչ ա եղել։ Ախպեր նոր մարդ տեսանք, թռավ գարաժի վրան ու կորավ։ Դե չիշիկ էր անում։ Չիշիկ։ Հա, չիշիկ էլ անում էր, ապր։ Ելեք, ախպերներ, ելեք ձեր գործերին, ոչ տեսել եք, ոչ էլ հիշում եք, արագացրեք։ Հերս որ իմանա մեր գարաժի վրա չիշիկ անում, ոտերը կջարդի։ Իմ հետ։ Հա, կորցրու թող գնա։ Արա, էսի չարիք ապեր, չարիք։ Չէ, չեմ ուզում։ Անդո։ Իսկական հարստությունը այս պահն է։ Ոստեղ այս կրշին նստած մանկությանը տնգերոջ հետ ծխես ու նայես քաղաքին։ Ես պետք է մի անգամից իջնենք տղեկի մոտ, մնացին մենակ։ Չէ, իրանք թողել լրվեն։ Իրանք էլ պիվա ունեն։ Այս պահն է պետք հասկանալ մի հատ։ Անդո մենք կյանքից այնքան քիչ բան ենք հասկանում։ Որ ես ոնց եմ սիրում, որ դու սկսում ես փիլիսոփայել դավո։ Դու ինպես ես ապ։ Կոպես ոնց։ Կարող է հիշես 7-րդ թե 8-րդ դասարն էինք։ Այն որ թռանք դասից, գնացել ենք կասկադի վերևը։ Ծխում ենք։
Դպրոցում գտանք, չէ՞, Կարմիր Երևանի, Կարմիր Երևան էր, չէ՞։ Հերս բալի տարեցավ։ Այդ ինչեր ենք խոսում, ինչեր ենք անում, ինչ ենք երազում։ Խոսում։ Երազում ենք ապե։ Ես երազում էի դառնալ աշխարհի չեմպիոն։ Ես էլ երազում էի դառնալ ոսկերիչ։ Ինչ։ Ոսկու գործ անեի էլի։ Դու։ Որող պես։ Ես մտածում էի, որ շատ փող ունենալու համար հենց պետք է ոսկու գործ անես։ Բայց գիտես ինչ։ Ինչ։ Յանքը մեզ խաբեց։ Խաբեց, որ ամենակարևորը փողն է։ Հետո էլ համոզես, որ փողը ընդհանրապես կարևոր չի երջանիկ լինելու համար։ Ընդհանրապես կարևոր չի։ Էջ։ Ամենակարևորը չափի զգացողությունն է։ 100%։ Հետո մենք հավատացել ենք, որ փողը կարևոր չի, մեկ էլ գմբ։ Բարձրացես, որ լավ էլ կարևոր է։ Բայց մենք արդեն հավատացել ենք։ Ու տենց էլ բլացինք բոմբժ։ Դե լավ, դու ինչ բոմբժ։ Լսի, բոմբժ, բայց ֆինանսապես։ Հոգեպես մենք արիստոկրատ տղեկ ենք ապեր։ Այո, բոմբժ միայն ֆինանսապես։ Բա ստեղ դստած ես սկռիշում ապեր, ոնց որ այդ նույն կասկադի վերևը լինենք, ոնց որ այդ նույն զգացողությունը լինի։ Ու մտածում ես մի քիչ էլ ու ապեր ամեն ինչ ես քաղաքը ընկեր ես կյանքը երևի մի ձև ճիշտ կդասավորվի էլի անդո։ Լավ շատ ես խորանում։ Ինչ շուխուրա ներքևը ինչ ա եղել։ Երևի կոլիկը էլի ծյոմի մեջքը ճտսրեց։ Սպասի իջնեմ տենամ ինչ ա եղել գամ։ Անդո։ Դու իմ համար հիմա էլ ես չեմպիոն ախպեր ես։ Քեզ բան։ Լսեցիք ձեները։ Հա ոնց կարայի չլսեի ինձ բարձր էր։ Կարող ես սպանել են։ Չէ, հաստատ Արևանգել են։ Ասում մի քանի անգամ կրակոցների ձայն են լսել։ Կներեք ինչ ա եղել։ Իսկ դուք ով եք։ Ընկերն եմ։ Բա ուր ընկերդ։ Չկա ընկերդ։ Мост при относительно небольших размерах потребляет до четверти всей поступающей в тело энергии, и эта цифра варьируется в зависимости от нагрузки. Поэтому ему сложно концентрироваться на чем-то долгое время. Мозг пожирает все топливо, как его банально не. Старость напрямую связана с этим же фактором. Нейроны могут поедать меньше энергии и становятся менее продуктивными. Хотите увидеть, что будет, если задействовать 100% нейронов? У человека активируется ацетон. Разве в реальной жизни вам нужно одновременно бежать, думать, сочинять музыку, слушать музыку, смотреть кино и параллельно мечтать о чем-то? Конечно же нет. А значит и требовать полной отдачи от кабины не стоит.